girls, ոնց եք? Ես այս պահին, եթե անկեղծ ասեմ, ինձ զգում եմ աշխարհի ամենագեշ մարդը։ Չգիտեմ ինչի, բայց լիքը անգամ sense ժամանակներ լինում անգամ այս վիդեո եմ անում կամ նկար եմ անում, այդ բանը շատ ինձ ինքնազգացողությունը շատ sense նենց է լինում, ոնց որ ես գեշ լինեմ։ Հետո անցնում է ինչ-որ օրեր, շաբաթներ, ես նորից նայում եմ այդ վիդեոն ու հասկանում, որ ոչ մի բան էլ գեշ չէր։ Արտակնապես ոչ մի ձև արտահայտված չէր, այլ այդ ուղղակի իմ այդ դելուն ու մտքերն են գլխումս, որ ինձ ազդեցություն են ունենում, չնայած իրականում այդ տենց չի։ Ես ունեմ մի հատ լավ միակ լուծումը sense դրությունների ժամանակ ու այդ լողանալն է։ Երբ որ ես ինձ գեշ եմ զգում, ես միանգամից գնում եմ լողանալու։ Վրայիցս այդ գեշությունն եմ մաքրում, դրանից հետո skin care-ն եմ անում, մազերիս խնամքն եմ անում, թեթև քսվում եմ get ready with me։ Լողանալուց հետո ես ուղղակի ինձ զգում եմ ոնց որ նոր ծնված, քանի որ հենց այսօր այդ օրերից էլ մեկն է։ Մտածում եմ մեկ էլ կարող է ինչ որ սուխոյ շամպույն առնեմ, որովհետև իմ մազերը միշտ արմատներում է յուղոտվում, իսկ այս ներքևի հատվածում շատ լավ ընտիր մնում է։ Լիքը բան կա to-do list-ում, հենց որ արագացնենք, որ այդ ամեն ինչը հասցնենք։ Հիշում եք փոքր ժամանակ մի հատ տենց մուլտիկ կար ինչ-որ Շախիրիզադայի մասին, ինչ-որ աստղեր են գնում ֆոնտանի մեջ, այդ Շախիրիզադան sense այդ ֆոնտանից այդ աստղը վերցնում էր, խմում էր, թե ինչ էր անում։ Այս ինչ նոստալգիա unlock արեցի, memory unlock, ինչ երգեր եք սիրում լսել լողանալու ընթացքում։ Ես հենց նոր լսում էի մոտավորապես երևի մի 10 րոպե YouTube-ի ռեկլամը։ Օգտագործում եմ տոներ։ Հիմա ես մտածում, արդյոք արժի մազերս ֆենեմ, թե արդյոք արժի ֆենեմ։ Չգիտեմ, իմ մոտ չի ստացվում, ոչ սիրուն մազ ֆենել, ոչ մեյքափ անել, իմ մոտ չի ստացվում։ Եղունգս պոկվեց։ Արագի մեջ մեյքափը, BB կրեմ, կոնսիլեր, շատ խորը չեմ քսում կոնսիլերը, ժիտկի հայլայթեր, վազելին, աշխարհի ամենալավ միջոցներից մեկը, ու Կիկոյի 17 համարը, անից դուրս եկանք։ Շատ սիրուն է այս հատվածը, բայց շատ թափանցիկ է այս տոպը, անհնար է իրան կրել ընդհանրապես, դրա համար հետ ենք դնում այս Zara-ի պակետի մեջ ու տանում ենք հետ վերադարձի։ Ուրեմն նաև դարձրել եմ Zara-ի պատվերը, որը հիմա տանում եմ հետ տամ, որովհետև եկել ու հետ լավը չէր։ Այս իմ outfit-ն է սովա, զոնտիկ եմ վերցրել նավսակի հետս, որովհետև ոնց որ թանձրով ուզում կա։ Հետաքրքիր է ինչ եմ առել, ոչ միայն Lidl-ից, նաև գնացել եմ Mercadona, առանձին ուղղակի քայլելու համար, քայլել եմ մոտավորապես 2 ժամ ավել, բայց չգիտես ինչի հեռախոսիս application-ը ցույց է տալիս, որ 7000 քայլ եմ քայլել։ Իմ հաշվարկներով այս ամենը պետքա 10000 գոնե գալ, բայց լավ։ Նախ Mercadona-ից առել եմ այսպես գույնի մանիկյուր, baby pink, ինձ թվում է կարմիրի հետ կսազի ինչ-որ կարմիրի հետ դիզայնը, սենց մակարոն ու իմ միակ անկրկնելի ամենասիրելի բանը, այս ժելեները 0 կիլոկալորիա։ Առել եմ կուգնիկ, ինչ-որ պեչենի պես բան է իման գալիս ու սենց բան եմ վերցրել, երբեք չեմ առա, առաջին անգամ առա ու զզվելի բան էր, ձու, որը արժի 3 եվրո, 1200 դրամ։
Արել եմ 2 հատ լասանյա, սպանախով լասանյա, այսենց արդեն միանգամից air fryer եմ դնում, 15 րոպե դնում եմ, հանում եմ ու պատրաստ է այսօրվա մեր ընթրիքը։ Լազանյան 1 հատը 2 եվրո էր։ Եվ լոլիկ։ Ես չեմ կարող առանց լոլիկի, առանց ձվի ապրել, որովհետև իմ ամենօրյա զավտրկը այդ 1 հատ լոլիկ է, կտրտած, կարագով, մի թեթև կարագով ժարի տվում է, ու իր վրա ավելացնում եմ 2 ձվի սպիտակուց, 1 հատ ամբողջական ձու։ Այդ իմ ամենօրյա առավոտվա զավտրկն է, վրան այսօր ավելացրել էի մի քիչ համեմ, ռեհան չորացրած Հայաստանից բերած, ոնց որ սենց։ Մազերս գնալով ավելի սիրունացավ, ես բոլոր իմ ասած վատ խոսքերը հետ եմ վերցնում ձեր մասին, իմ սիրուն մազեր, շատ էլ սիրուն ա եղել։ Ես փոքր ժամանակվանից հիշում եմ, որ մանիկյուր քսելը մատներին, հետի մի հատ մեծ տրավմատիկ բան է, հիշողություն է, տրավմատիկ experience է, որովհետև միշտ ծուռ էր լինում,